Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ բարձր տրամադրություն եւ հրաշալի հյուր, ում հետ խոսելու ենք երաժշտական ճանապարհի, ստեղծագործական նորությունների, բեմական կյանքի եւ այն պատմությունների մասին, որոնք սովորաբար մնում են երգերի ետևում։ Եվ այսօր մեր տաղավարում երկու Սաֆարյան կա։ Սոնան դե միշտ ամեն առավոտ միասին ենք մենք իհարկե ներկայացնում հյուրերին։ Այսօր նաև մեզ հետ է Աստղիկ Սաֆարյանը։ Բարի առավոտ Աստղիկ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Հրաշալի։ Տրամադրությունը։ Շատ լավ, շատ լավ։ Նման գեղեցիկ ներկայացնելուց հետո ինչպես կարող է վատ լինել։ Ինչ լավ է։ Շաբաթ կիրակիները ոնց են անցնում Աստղիկ։ Նայած շաբաթ կիրակին, որովհետև շատերի համար շաբաթ կիրակին հանգստյան օր է, բայց արտիստների համար սովորաբար դա հենց աշխատանքային օրեր են լինում։ Բուն աշխատանքային։ Ահա, դրա համար, բայց երբեմն լինում են օրեր, որ կարողանում եմ ինձ թույլ տալ այդ հանգիստը, երբեմն ուղղակի անցկացնում եմ տանը, դա ամենալավ հանգիստն է, երբեմն պարզապես կազմակերպում եմ ինձ համար, չգիտեմ, քաղաքից դուրս կամ ինչ-որ նմանատիպ մի բան, հա։ Իսկ առավոտները առասարակ շուտ են սկսվում։ Դուք առավոտյան մարդ եք, թե գիշերվա։ Ես ավելի գիշերվա մարդ եմ, ավելի ստեղծագործելուց էլ միշտ գիշերն եմ ստեղծագործում, առավոտյան, եթե ունեմ պլանավորած աշխատանքներ, եթե ուղիղ եթերներ կան, պարտադիր պետք է արթնանամ եւ պարտաճանաչեմ, հա, բայց եթե չունեմ, ապա եւս տալիս եմ այդ հանգիստը ինձ, որովհետեւ ինձ համար լավ արթնանալը դա ոնց որ օրվա հենց մեծ գրավականն է։ Աստղիկ տանը, որ լինում ես երկար հատկապես որ հատվածում ես լինում, հանգստի զոնայում, թե խոհանոցում ստեղծագործելուց։ Ստեղծագործելուց խոհարարական ստեղծագործության մասին դա այս վերջերս մի քիչ են դարձել, որովհետև ժամանակը չի ներում, բայց դա եւս մուսայով է, կարող եմ ասել, որովհետև երբ որ մուսան գալիս է, կարող եմ ինձ տարատեսակ ուղակի բաներ պատրաստեմ, մեկը մյուսից տարբեր եւ առավել կարեւոր է, որ սիրում եմ նաեւ փորձել, այսինքն ինչ որ էքսպերիմենտներ անել, որ հասկանամ սազում են իրար չեն սազում ուրախությունից սովորաբար լավ է ստացվում, բայց երբ որ մուսա չեմ ունենում, եթե անգամ ստիպված լինեմ, միգուցե չկարողանամ այդ համապատասխան սերը դնել, հա, միգուցե պատրաստեմ, բայց այդ համապատասխան սերը չեմ դնի, ինչ որ կանեի, օրինակ մուսայով։ Եվ նշեցիք, որ զբաղված եք, հետաքրքիր է ստեղծագործական կյանքում է զբաղվածությունը, թե ճանապարհորդական կյանքում, որովհետև գիտեմ շատ ճանապարհորդել սիրում եք։ Իմ ճանապարհորդությունները ի տարբերություն շատերի գործնական են, այսինքն շատերը ճանապարհորդությունը ասոցացնում են հանգստի հետ, բայց ինձ մոտ դա հիմնականում այսպես գործնական է ստացվում, լինում են առաջարկներ, մեկնում եմ, իրականացնում եմ աշխատանքներ եւ վերադառնում եմ, բայց քանի որ հիմնականում նաեւ ապրում եմ Իսպանիայում, տարվա մեծ մասը, հիմա վերջերս ստացվել է այնպես, որ Երևանում եմ լինում շատ քիչ եւ երբ որ լինում են առաջարկներ լինում եմ Երևանում։ Ճանապարհորդությունների ընթացքում իհարկե չեմ փորձում այնպես անել, որ աշխատանքը տուժի, անպայման աշխատանքը գլխավոր դերում է լինում, բայց նաև չեմ թողնում, որ հանգիստն էլ տուժի, այսինքն երբ որ մեկնում ես եւ փորձում ես տվյալ երկրում ուղակի գոնե մեկ օր, հա, գոնե մեկ օր ունենալ, որպեսզի կարողանամ վայելել քաղաքը, տեսնել քաղաքը, ուսումնասիրել, քանի որ ես շատ եմ սիրում ուսումնասիրել եւ սովորել։ Իսպանիայում ես հաճախ լինում եւ կարելի է թե բնակվում ես այնտեղ նաեւ, հա, մշակույթով շատ հետաքրքիր են։ Հա, Իսպանիան իմ ամենաֆավորիտ երկրներից է եւ իրենց մշակույթը շատ հետաքրքիր է ու հնարավոր չի, որ առավելևս ստեղծագործող մարդու կյանքում ազդեցություն չունենա։ Ինձ վրա շատ հակառակ ազդեցություն է ունեցել, պետք է անկեղծ լինեմ, առաջին տարիներին ինձ մոտ այսպես դիպրեսիա սկսվեց, որովհետև զգացի, որ ստեղծագործական ջիղս կարծես մարում էր եւ դա ինձ սպանում էր, ես շատ անգամներ եմ պատմել, առաջին 3 տարին չէի կարողանում ստեղծագործել եւ երբ որ ակադեմիական տարին ավարտվեց, որովհետև սովորում էի այնտեղ, երբ որ ավարտվեց եւ ես վազեցի Երևան արթնացա առավոտյան եւ պարզապես նստեցի դաշնամուրի առաջ եւ 5 րոպեում ծնվեց երգ
ես հասկացա այդ հողի ջրի ուժը, որ իսկապես երբ որ մարդը ստեղծագործում է եւ ստեղծագործում է իր երկրում, դա իրեն միգուցե շատ ավելի հեշտ է տրվում։ Դրանից հետո արդեն կարողացա այնտեղ էլ ձեռք բերել արդեն էլեկտրոնային դաշնամուր եւ արդեն սկսեցի այնտեղ էլ ստեղծագործել, որովհետեւ հասկանում եի, որ արդեն չեմ դիմանում առանց ստեղծագործելու։ Ինձ թվում է ստեղծագործող մարդիկ կհասկանան դա ինչ է։ Դրանից հետո արդեն ինձ մոտ եկավ այդ ներդաշնակությունը, այսինքն երբ որ արդեն կար նաև ստեղծագործականը, նաև իսպանյանը իր կոլորիտով, արդեն ամեն ինչ ընկավ իր տեղը։ Բայց պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ երգեր էլ այնտեղ ծնվել են, հետո այստեղ ձայնագրվել են, հետո վերածվել են տեսահոլովակների, նաև շատ գեղեցիկ տեսահոլովակներ եմ նկարահանել Իսպանիայում, Մադրիդում, Բարսելոնայում, նաև հետո արդեն Փարիզում, մի խոսքով փորձում եմ նաև Եվրոպան այսպես ներառել։ Հա, քանի որ դա իմ կյանքի մի մասն է, ինձ թվում է երբեմն մեր երգերն էլ ինքնակենսագրական են, մեզանից բխող երգերը, հատկապես եթե հեղինակ կատարող ես, դրա համար կարծում եմ, որ բավականին նորմալ է, որ այն կյանքով, որ դու ապրում ես, դա երևում է քո ստեղծագործականի մեջ նաև։ Իսկ որ քաղաքում եք բնակվում Իսպանիայում։ Բարսելոնա։ Վաու։ Այդ մի քիչ Իսպանիայից առանձին աշխարհ է, բայց հետաքրքիր է լեզվի առումով։ Լեզվի խնդիրը ամբողջությամբ հաղթահարել եք, գրում եք երգեր իսպաներենով, թե միայն հայերենով։ Գրում եմ երգեր հայերեն եւ անգլերեն, բայց վերջերս սկսել եմ նաև իսպաներեն գրել, վերջին ձայնասկավառակի մեջ էլ կան երգեր, որ ունի իսպանական հատված։ Իսկ ինչ թեմայով է այդ երգը։ Սիրո։ Մենք բոլորս երգում ենք սիրո մասին։ Իրականում պետք է անկեղծ լինեմ, իսպաներենը իմ հոգու լեզուն չէ։ Ճիշտ է, ես սովորել եմ, խոսում եմ, տիրապետում եմ, բայց իմ հոգու լեզուն չէ։ Անգլերենն ավելի ինձ հոգեհարազատ է, բայց այնուամենայնիվ որպես երրորդ լեզու, չորրորդ լեզու կարծում եմ, որ լավ է, որ կա եւ կարողանում եմ տիրապետել եւ այնտեղ ապրելուց անհնար է, պարզապես որովհետեւ իրենք անգլերեն։ Այո, հենց դա ուզում ասել։ Իսպանացիները եւ իտալացիները բացարձակ չեն խոսում։ Այսինքն իրենք իրենց լեզուն են պարտադրում եւ իրենց լեզվով են խոսում։ Հա, ես դա վաղուց էի նկատել, երբ որ դեռ մանկուց ճամփորդում էի ու ֆրանսիացիների շրջանում էի նկատել, որ նրանք հասկանում են անգլերեն, բայց պատասխանում են ֆրանսերեն, երևի դա ինչ-որ ազգային, ինչ-որ, չգիտեմ, այսպես դրսևորում էր, հա, կարելի էր ասել, որը ես ի սկզբանե շատ գնահատել էի իրենց մեջ, որպես ազգ, հա, եւ հիմա էլ ես փորձում եմ այդպեսին լինել։ Անգամ երբ որ մոտենում են ինձ մատուցողներ ռուսերեն լեզվով, ես ասում եմ, լավ կլինի, որ դուք խոսեք հայերեն, քանի որ դուք ապրում եք եւ աշխատում եք Հայաստանում։ Եթե հաշվի առնենք, որ միջազգային լեզու երկրորդ լեզու իսպաներենն է, այս դեպքում մի քիչ ավելի հասկանում ենք իրենց, ինչու են իրենց լեզուն պարտադրում։ Հա, բայց նաև շատ համընդհանուր կրթվածության մակարդակը շատ բարձր չէ այնտեղ։ Դրա համար ավելի շատ, այսինքն երբ որ կան, չգիտեմ, բանկի աշխատողներ, բժշկություն եւ այլն, բնականաբար այդ խավը խոսում է, տիրապետում է անգլերենի, բայց առհասարակ երիտասարդությունը, որ արդեն անտեսում են ուսումը եւ այլն, նրանց մոտ արդեն նկատվում է այդ պակասը։ Ինչն է ամենաշատը կարոտում Իսպանիայում եւ ինչն է ամենաշատը կարոտում Հայաստանում։ Ինձ համար արդեն երկուսն էլ դարձել են հավասար հոգեհարազատ, որովհետև արդեն 15 տարի այնտեղ եմ ապրում։ Երևի թե կարոտում եմ, արդեն կարոտել չկա, որովհետև չեմ թողնում, որ հասնի կարոտի, հա, այսինքն այնքան հաճախ եմ եւ այստեղ լինում եւ այնտեղ, որ չեմ թողնում հասնի կարոտի, բայց թե բնական է, սիրում եմ ծովը, սիրում եմ այդ արևը, միշտ արև է այնտեղ, որը ինձ համար շատ սիրելի է, ես չեմ սիրում ցուրտ եղանակ։ Ես էլ։ Հա, ինձ թվում է, բայց կան մարդիկ, որ սիրում են, չգիտեմ, բայց ինձ համար ես երևի այդ ձմռան ամիսներին այսպես սպասողական շրջան է ինձ մոտ, երբ է ավարտվելու, որ տաքերը սկսվի, նորից իմ հոգին
բացվի, այսպես կարելի ասել, այդ ամառային ու այդ տաք արևային տրամադրությունը այնտեղ շատ եմ սիրում ու երբ որ ցուրտ տեղերում եմ լինում, հաստատ դա կարոտում եմ այնտեղ։ Եվ կատալոնացիների մասին էլ էլի անպայման հարցն է, որովհետև առհասարակ Բարսելոնայում, երբ սովորական օր է, քեզ թվում է երրորդ համաշխարհայինն է դրսում սկսվել, այնքան աղմկոտ են իրենք եւ այնքան մի մարդ կարող է հեռախոսով խոսել այնքան բարձր եւ այնքան ողջավորված, որ դու ուղակի պատշգամբը բացես հասկանաս փղերն են անցնում այդ բակով, թե ինչ է կատարվում։ Շատ ավելի վատ է, երբ որ խումբ է նստած մարդկանց, շատ ավելի վատ է, որովհետեւ այսպես զուգահեռաբար խոսում են շատ բարձր, գոռալով, այո, եւ ես երբեմն զարմանում եմ ինչպես են իրանք իրար լսում առհասարակ, այսինքն ինչպես այդ զուգահեռին լսում, հա, որովհետեւ այնքան բարձր ու իմ կարծիքով դա մի քիչ էթիկայի այսպես սահմաններում չի տեղավորվում, ինձ համար դա մի քիչ խորհուրդ է, բայց դա իրենց դարձնում է իսպանացի եւ այդ ջերմ կոլորիտային տրամադրությունը հենց իրենց բնութագրում է, բնորոշում է որպես իսպանացի։ Շատ չեմ սիրում այդ սիեստաները, որովհետև իսկապես շատ խաթարող են օրվա հենց կեսից գնում են հանգստանալու բոլորը պարզապես ամեն ինչ փակվում է եւ գնում են հանգստանալու երբ որ մենք անում էի մագիստրատուրա այնտեղ եւ փորձում էինք բիզնես քեյսեր այսպես դիտարկել այնտեղ հարց կար թե ինչն է խանգարում իսպանական տնտեսությանը հա այսինքն ինչն է որ տանում է ավելի վատ հարացնում է վիճակը մենք բոլորս եւ այնտեղ չկար իսպանացի կուրսում չկար իսպանացի, բայց կան աշխարհի բոլոր կետերից ուսանողներ, բոլորս եկանք այն եզրակացության, որ իսկապես հենց այդ սիեստաներն է, որ խաթարում է ամեն ինչ։ Այսինքն այն աշխատունակ ժամանակը, որ մարդը կարող է իսկապես էներգիա ունի աշխատելու եւ ներդնի, հա, այդ իր էներգիան աշխատանքի մեջ, նա պարզապես փակում է եւ գնում է տուն։ Անկամ երբ որ ծովափին ես լինում այդ ժամին, մարդ չկա։ Պարզապես գնացել են տուն սնվելու եւ քնելու եւ հանգստանալու։ Հետո նորից ժամը լրանում է, նորից գալիս են։ Շատ հետաքրքիր է։ Դե սովորեն են, դա էլ ազգային առանձնահատկություն։ Իհարկե, միգուցե իրենք էլ գան մեր ազգային առանձնահատկությունների վրա զարմանան։ Ասիկ, դու են բացառիկ արտիստներից ես, ով ունի տեսակ եւ միշտ հավատարիմ է մնում այդ տեսակին, հա։ Ինչն է դրա պատճառը, որովհետեւ այսօր շուկան շատ տարբեր է եւ կարելի ասել ամեն րոպե փոխվում է պահանջարկը։ Բայց կարևորը որ երբեք չկորցնես քո դեմքը։ Ինձ համար դա եւս շատ կարևոր է եղել 20 տարի շարունակ իմ գործունեության ամբողջ 20 տարիների ընթացքում ես արդեն իսկ երբ որ արտիստը ինքն է ստեղծագործում իր երգերը ինքն է գրում այդտեղ արդեն իսկ ձևավորվում է ձեռագիր ուզես թե չուզես դա քեզնից ծնված երգերն են եւ միայն քեզնից ծնվածն են հա ինչպես որ երեխան է նման ծնողին այնպես էլ երգերը նման են իր ծնողին հա բայց ամեն հնարավոր կերպով փորձել եմ պահպանել իմ տեսակը երաժշտական տեսակը նաեւ մարդկային տեսակը որովհետեւ այդ ամբողջ ընթացքում բավականին դժվար է եղել այդ ճանապարհին եւ պահպանել դա եւ հրաժարվել լիքը կայթակղիչ առաջարկներից, բայց ընտրել հենց այդ, որը քեզ կպահի նույն աստղիկը, քեզ կպահի նույն որակի մեջ։ Խոստովանում եմ, որ տարիների ընթացքում, երբ որ հետ եմ նայում, եթե նմանատիպ առաջարկներից գոնե մի քանիսը կարողանայի ընդունել, շատ ավելի մեծ քայլերով առաջ կգնայի, բայց ես ընտրել եմ թեկուզ փոքր քայլեր, բայց հաստատուն քայլեր եւ ձեռագրով։ Այսինքն, եթե այսօր շատ շատերը միգուցե չեն սիրում իմ երգերը կամ սիրում են իմ երգերը, ինչը նորմալ է, բայց այն որ մարդիկ ասում են քո ձայնը տարբեր է եւ մենք կարող ենք ռադիոից անմիջապես տեսնել, հասկանալ, որ դա դու ես, դա ինձ համար ամենից նաև երգերին է վերաբերվում, այսինքն նաև երգերը ունեն ձեռագիր, ոչ միայն ձայնը։ Ինձ համար դա ամենից մեծ գնահատականն է։ Հետաքրքիր է, որովհետև շատերի դեպքում այդ պահանջարկի հետևից գնալուց, հա, ինչ-որ բան է փոխվում ստեղծագործական կյանքում, բայց դու բացառիկ, որտեղ մնացիր հենց քեզ հավատարիմ առաջին հերթին։ Այո, ի ուրախություն ինձ, իմ լսարանն էլ ինձ հետ հավասար մնաց ինձ հավատարիմ, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ հենց շատ տեղերում
երբ որ այսօր ես հենց դա է գնահատվում եւ ես հիշում եմ Հայկոյի առաջին խորհուրդը, որ ինձ տվեց իմ առաջին ձայնասկավառակի ժամանակ, ասեց, որ հենց այսպես էլ շարունակի, դու հետո դիվիդենդները հետո ես ստանալու։ Ես այդ միշտ այսպես իմ մտքում պահում էր, որ Հայկոն ինձ համար միշտ եղել է եւ կա մեծագույն արտիստ եւ երգահան, եւ երբ նա ինձ այդպես ասեց ու շատ սրտանց ասեց անպայման մնա ոնց կաս, անպայման դու հետո կհասկանաս, որ դա ճիշտ է։ Հիմա հասկանում եմ իր խորհուրդը արդեն 20 տարի հետո, որ պարտադիր չէ լայն եւ մեծ քայլերով առաջ գնալ, պարտադիր է որ ունենաս քո տեսակը եւ հիշվես քո տեսակով։ Ինչպես ասում էր Էքզուպերին, սովորեցրու ինձ մանր քայլերի արվեստը։ Որպեսզի շատ չկարոտես Իսպանիայում, երբ որ լինես այնտեղ, շատ չկարոտես Հայաստան ու Հայաստանի համը լինի միշտ քեզ հետ, քեզ նվիրում ենք զանգուն, որը ներկայացնում է Վեդի Ալկոն, սպիտակ գինին, որ այնտեղ իսպանական տրամադրության ու սիեստայի ժամանակ միգուցե նաեւ մի քիչ վայելես հենց Հայաստանից մի փոքր։ Ես հենց շատ սիրում եմ սպիտակ գինի, այնպես որ միանշանակ վայելելու եմ։ Շնորհակալ եմ։ Քեզ էլ ենք շնորհակալ, որ այս հանգստյան օրը եւ առավոտը նախընտրեցիր մեզ հետ դիմապես։ Շնորհակալ եմ ձեզ էլ հրավերի համար եւ նման գեղեցիկ կերպով իմ օրը սկսելու համար, որովհետեւ նման լավ եւ դրական էներգիա, ես կարծում եմ, որ շատ բարի գործ եք դուք անում, երբ որ այդ բարի եւ դրական էներգիան փոխանցում եք ոչ միայն ձեր հյուրերին, այլ նաեւ ձեր հեռուստադիտողին։ Շնորհակալ ենք։ Հիմա Կարճատև դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտը։